Վերջնականապես զզվելու և հիասթափվելու առիթ։ Հաղորդավար Արա Ղազարյանը Ավրահամ Ռուսոյի մասին գրառում է կատարել ու նշել. 130 ունեցող երգիչ, ով մաշկի գույնը փոխել է քամելիոնից ավելի հաճախ։ Ուղղակի նայում եմ ու զարմանում, թե ինչպես են շարունակում լսել սրան։ Տոմս առնեն ու գնան համերգին ու անմոռաց պարեն։ Չնայած ինչու եմ զարմանում, հիմա գնահատվում ա պատեհապաշտությունը, ու դա ամենուր ա, գրել էր հաղորդավարը։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ հարցազրույցներից մեկում Ավրահամ Ռուսոն նշել էր, որ հայ լինելն ու հայերեն երգ չսիրելը մեղք է։ Հայտնի երգիչը, ում իրական անուն-ազգանունը Աբրահամ Իբջյան է, բնակվում էր այդ ժամանակ Նյու Յորքում դստեր և մոր հետ։ Ռուսոն ասել էր, որ իր կինը հրեա է, բայց իր խոսքերով 6 տարվա ընթացքում հայի տիպար է դարձել, հայերեն վարժ խոսում է։ 4 տարեկան դստեր անունը Էմանուելա է, որ Աստվածաշնչում Աստված մեզ հետ է թարգմանվում։ Աղջիկս արդեն սկսել է հայերեն խոսել, հիմնականում մայրս է սովորեցնում։ 2 ամիս առաջ երգի մրցույթի մասնակցեց և առաջին տեղը գրավեց։ Սերաֆինա ռուսերեն երգի հիման վրա տեսահոլովակ ունի։ Ռուսոն 5 տարի առաջ կատարված մահափորձից հետո առողջական խնդիրներ չի ունենում։ Փառք Աստծո, ողջ եմ, կարող եմ քայլել, ցատկել ու վազել։ Դժվարությունները մնացել են անցյալում։ Մենք հավատացյալ ժողովուրդ ենք, հավատքն ինձ փրկեց։ Երգիչը նշել էր, հայերեն լեզվով ալբոմ է երազում թողարկել, 4 երգի երաժշտությունն արդեն գրել է, մնում են բառերը։ Հայկական հին երգերն էլ ուզում եմ ռիմեյք անել։ Աբրահամ Ռուսոն հայկական էստրադային ծանոթ չէ, մի քանի անուն գիտեր, մասնավորապես Թաթային ցանկանում է, որ ալբոմում անպայման դուետներ լինեն։ Իր բենդում հայերեն նվագում, Ռուսոյի հոգու երգերը հայկական ստեղծագործություններն են։ Հայ լինելու հայերեն երգ չսիրելը մեղք է ազգիդ, կրոնիդ դեմ։ Չնայած Սիրիայում եմ ծնվել, արաբական երաժշտությունն էլ եմ սիրում, բայց հոգիս հայկականին է ձգտում։ Երբ մենակ եմ լինում, ուզում եմ ինչ-որ մի բան երգել, ինչ պետք է երգեմ։ Իհարկե իմ ամենասիրելի հայկական երգերը։ Երգիչը նշել էր, որ հայերեն գրել, կարդալ էլ գիտի։ Այդ ժամանակ Ռուսոն ասել էր, որ երբ ժամանակը գա Երևանում, բնակարան էլ կգնի։ Դեռ ուժ ունեմ, վազվզում եմ, դրա համար կարևոր չէ ուր եմ ապրում, օդանավերի մեջ եմ ապրում, իսկ Հայաստանն իմ հայրենիքն է։ Երգիչը նշել էր, Հայաստանի քաղաքացիություն չի ստացել։ Ռուսականը 3 շաբաթում վերցրի, հայկականը 1.5 տարի է չեն տալիս, ուրեմն արժանի չեմ երևի, ցավալի է, բայց չմտածեք, թե Հայաստանից վիրավորված եմ, այսօր չտան, վաղը կտան, գնամ մի քիչ կռիվ անեմ հայկական ձևով, գոռամ կտան։ Ես արտասահմանի հայ եմ, հայրենիքի երազներով ապրած, հայրենիքից վիրավորվելը մեղք է։ Շատ իմաստուն ժողովուրդ ենք, շատ լավ հատկություններ ունենք, բայց ուրիշներն ինձ ավելի են օգնության ձեռք մեկնել, քան հայերը։ Օրինակ 10 անգամ ասել եմ ուզում եմ հայերեն ալբոմ թողարկել, մեկը չասած արի միասին անենք։ Ամենահին ազգերից մեկն ենք, այսօր իրավունք ունենք ավելի բարձր լինել, պետք է բոլորս իրար օգնենք։ Ռուսոն ցեղասպանության թեմայով երգ երգելու մասին չէր մտածել դեռ։ Տվեցի գաղափարը Սերժ Թանկյանին, չի ճանաչում Սերժ, ով չեմ ճանաչում, ուր կապրի։ System of a Down խմբին ծանոթ չեմ, ժամանակ չունեմ գլուխս քորելու։ Երգիչը Արցախում համերգ տալու ցանկություն էլ ուներ։ 2 անգամ Ադրբեջան եմ գնացել, թող ինձ Ադրբեջան չթողնեն։ Ինչ գործ ունեմ ուրախ, զվարթ կգնամ և կերգեմ Ղարաբաղում, բայց հրավիրող չկա։ Վաղը թող ասեն կգնամ ու շատ մեծ համերգ կտամ, թող հետո էլ Ամերիկա չթողնեն գնամ։ Իմ մայրը մահացել է Հայաստանում, իր սիրելի հողի վրա, նա շատ հայրենասեր էր, շատ էր ցանկանում ինձ նվիրել Աստծուն, ուզում էր, որ ես վարդապետ դառնամ։ Դժբախտաբար կամ բարեբախտաբար ես այդ ուղին չընտրեցի, այլ ընտրեցի երգարվեստը։ Նա պատմել էր, որ սակայն ուսանողական տարիներին աստվածաբանություն է ուսումնասիրել, իր գրքերով ցանկացել է ցույց տալ այն ճշմարտությունը, որ ինքն է բացահայտել։ Գնացի այն ուղղությամբ, ուր քամին ինձ տարավ։ Ես մաքուր հայ եմ, այլ արյուն չունեմ, հայ ազգն ինձ համար մեծ նշանակություն ունի։ Ձայնասկավառակս պատրաստվում էի թողարկել դեռևս 2008-ին պարզապես հարմար գործընկեր էի փնտրում։ Ալբոմը նախատեսված է աշխարհի տարբեր վայրերում բնակվող հայերի համար, սակայն մինչ օրս չէի գտել այնպիսի մեկին, ում հետ կարող էի իրականացնել տվյալ նախագիծը։ Արդյունքում որոշեցի ինքնուրույն սկսել այս գործը, իսկ դա բավականին դժվար է։ Ցանկացած ալբոմ ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ թիմ։ Ձայնասկավառակի աշխատանքները սկսեցի Ամերիկայում, գրեցի առաջին երգը, խոսեցի
գործիքավորողի եւ ստուդիայի աշխատակցի հետ, ստեղծեցի թիմ եւ ձայնագրեցի երգը։ Շուտով կրկին կմեկնեմ Ամերիկա եւ կզբաղվեմ երկրորդ երգի աշխատանքներով, ընդամենը ժամանակի հարց է։ Անընդհատ շրջագայությունների մեջ եմ լինում, այդ պատճառով էլ մյուս երգերի վրա դանդաղ ենք աշխատում։ Որպես էթնիկ հայ ես մեծացել եմ հայկական երաժշտության ներքո եւ տարբեր ժանրերի երգեր եմ երգել, օրինակ Հարութ Փամբուկչյանի եւ Փոլ Բաղդադլյանի երգացանկից։ Ինձ բացարձակապես դուր չի գալիս այն, որ այսօր հայկական երաժշտության մեջ խառնում են եվրոպական էլեմենտներ, որոնք չեն սազում մեր երգարվեստին։ Նույնիսկ բառերն այն չեն։ Շատ լավ արտիստներ կան, բայց նրանց երգածը չի համապատասխանում մեր երգարվեստին։ Ես ցանկանում եմ երգերի գործիքավորման մեջ ներառել տարբեր ազգերի երաժշտական էլեմենտներ, բայց մեծապես պահպանել երգերի հայկական հոգին։ Ալբոմում ցանկանում եմ ներառել ժողովրդական, աշուղական, լիրիկական եւ պարային ստեղծագործություններ։ Միգուցե լինեն այլ կատարողների երգացանկից երգեր, ամեն ինչ դեռ ստեղծման փուլում է։ Ամեն ինչ ժամանակից է կախված, տարբեր երկրներում եմ լինում, այդ պատճառով ֆիզիկապես չեմ հասցնում։ Դա է խնդիրը, բայց ավարտին հասցնել բոլոր աշխատանքները կփորձեմ կես տարվա ընթացքում։ Ամեն ամիս կցանկանայի մի նոր երգ ներկայացնել։ Հոկտեմբերի վերջին պատրաստվում եմ գալ Հայաստան եւ Երևանում նկարահանել տեսահոլովակը, թե երբ այն պատրաստ կլինի, կախված է արդեն ռեժիսորից։ Չեմ ցանկանում ոչ մեկին շտապեցնել, որովհետեւ ուզում եմ որակյալ աշխատանք ներկայացնել։ Հայկական երաժշտությունը հիմնականում ստեղծված է հայ ժողովրդի համար, սա լատինաամերիկյան ժանր չէ, որը լսում են ամբողջ աշխարհում։ Այնուամենայնիվ կփորձեմ այնպես անել, որ երգը հնչի ռուսական ռադիոալիքներից մի քանիսով, ինչպես նաև այն հեռուստաալիքներով, որոնց կհետաքրքրի այդ ժանրը։ Ռուսաստանում կա Վոստոկ ռադիոկայանը, որոնց միգուցե կհետաքրքրի այս ժանրի ստեղծագործությունը։ Մաքսիմալ կերպով կփորձեմ այլ ազգերին էլ ծանոթացնել իմ հայալեզու կատարումներին։ Իհարկե կլինեն երգեր, երբ գամ Հայաստան, ձայնասկավառակից երկրորդ երգն էլ արդեն պատրաստ կլինի եւ միանգամից երկու տեսահոլովակի վրա կաշխատեմ։ Ցավոք մենահամերգ չեմ հասցնի տալ։ Երբ ավարտեմ տեսահոլովակների հետ կապված աշխատանքները, ինձ մոտ արդեն կսկսվի շատ լարված գրաֆիկ։ Եվրատեսիլն ինձ համար հիանալի մրցույթ է, դա այն վայրն է, որտեղ տաղանդավոր մարդիկ կարող են ցուցադրել իրենց տաղանդը, բայց որպես արտիստ, որն արդեն քիչ թե շատ ճանաչված է որոշ երկրներում, կցանկանայի, որ երիտասարդ արտիստներն իրենց տաղանդը ցուցադրելու հնարավորություն ունենային եւ իրենց համար նոր ճանապարհ հարթեին։ Երբեմն ծիծաղելի է, երբ արդեն հասուն արտիստներն են մասնակցում այդ մրցույթին։ Համենայն դեպս դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ես հաճույքով կներկայացնեի Հայաստանը, բայց Եվրատեսիլն այն մրցույթը չէ, որին կցանկանայի մասնակցել։ Ռուսոն խոստովանել էր, որ շատ է սիրում Հայաստանի հոգևոր հատվածը, վանքերն ու եկեղեցիները։ Հայտնի երաժիշտ, տարվա երգփառատոնի մասնակից, Զալատոյ գրամաֆոն մրցանակի քառակի դափնեկիր Ավրահամ Ռուսոն անձնական գործերով Երևան ժամանելիս խոսել էր Հայաստանի հանդեպ ունեցած իր սիրո մասին։ Անկեղծ ասած, վերջին 2 ամսվա ընթացքում այստեղ արդեն 3-րդ անգամ եմ լինում, բայց մինչ այդ որոշակի բացարձակ անհեթեթ հանգամանքներ խանգարում էին, այնպես որ ես այստեղ եկել եմ 2 տարի առաջ։ Առաջին անգամ Հայաստան այցելել եմ 2003 թվականին, շատ եմ սիրում այս երկիրը։ Սովորելու դասյարակություն եմ ստացել հայկական դպրոցում, չէ՞ որ հայկական համայնքում եմ մեծացել։ Այդ իսկ պատճառով հայրենիք, հայրենիքի սեր, այդ հասկացությունները մեզ համար սրբություն են։ Հայրենիքն Աստծու կողմից է տրված, նշել էր երգիչը։